Էդգար Ղազարյան։ Կին Ջուլակյան, կարծում եմ նախագահողի դիտողությունը ձեզ շատ տեղին էր, որովհետև դուք կմնայիք ձեր հատկացված ժամանակի մեջ, եթե ոչ թե ամբողջությամբ ընթերցեիք նախագիծը, որ ազգային ժողովի կայքում հասանելի է եւ մենք էլ ենք կարողանում դա ընթերցել, այլ ներկայացնեք այդ նախագծի հիմնավորումները։ Այդ նախագծի հետ կա հիմնավորում, որտեղ մենակ հիմնավորում բառ կա, բայց նախագծի բուն բովանդակության ոչ մի հիմնավորում չկա։ Օրինակ դուք կասեք, թե ինչի եք առաջարկել ստեղծել հենց 12 հանձնաժողով, երբ որ կանոնակարգը մեր ասում է մինչև 12 հանձնաժողով։ Քանի որ հանձնաժողովների մեծ մասը անվանումներով եւ քանակով համընկնում է 8-րդ գումարման ազգային ժողովի հանձնաժողովների քանակին, կարող եք մեզ ներկայացնել նախորդ հանձնաժողովների ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկություններ հասկանալու համար, թե ինչ իմաստուններ նման մեծ թվով հանձնաժողովներ ստեղծել։ Կամ տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման հարցերը ինչ կապ ունեն բնապահպանական, բնօգտագործման, բնապահպանական խնդիրների հետ, երբ որ տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում դրանք հանրային իշխանության ինստիտուտներ են եւ ամբողջությամբ տեղավորվում են պետաիրավական ոլորտի մեջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ժամանակը քիչ է եւ ես կարծում եմ այո, պետք է այս պահին երբ ձևավորվում են հանձնաժողովները ազգային ժողովում եւ նաեւ հանրության համար հնչի, որովհետեւ դուք ճիշտ եք այո, կայքում տեղադրված է նախագիծը, բայց հանրությունը նաեւ պետք է իմանա, թե ինչ հանձնաժողովներ են ստեղծում մեր ազգային ժողովում եւ այդ հանձնաժողովները գործունեության ինչ ոլորտներ պետք է ունենան։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է որոշվել հենց 12 հանձնաժողովներ ստեղծել, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանությունը ասում է, որ մինչև 12 հանձնաժողով կարող ունենալ ազգային ժողովը, ապա որոշումը կայացվել է հետևյալ կերպ, որ յուրաքանչյուր հանձնաժողով ըստ էության պետք է ունենա այն գործընկեր, այսպես ասած, կառավարության համապատասխան նախարարությունը կամ կառավարության գործադիր իշխանությունում գտնվող մարմինը համապատասխան, որ իր աշխատանքները ձևավորի։ Դրա համար է այս որոշումը կայացվել, ինչ վերաբերում է նրան, թե յուրաքանչյուր հանձնաժողով ինչ ծանրաբեռնվածություն է ունեցել 8-րդ գումարման ազգային ժողովում, այս պահին ես ձեզ վիճակագրական տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց ազգային ժողովի աշխատակազմը այդ վիճակագրական տվյալները իհարկե ունի եւ եթե դուք այդ ցանկություն ունեք, կարող ենք նաեւ աշխատակազմին խնդրել ձեզ նույնպես տրամադրի այդ վիճակագրական տվյալները, համենայն դեպս պետք է, եթե արձագանքեք, կշարունակեք։ Արձագանք։ Ես այդպես էլ չլսեցի որևէ հիմնավորում այս որոշման նախագծի վերաբերյալ։ Դուք ունեք 3 էջանոց նախագիծ եւ ընդամենը մի նախադասություն իբր հիմնավորում։ Այնինչ պետք է լիներ ճիշտ հակառակը։ Յուրաքանչյուր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ դուք պիտի ազգային ժողովին ներկայացնեիք հիմնավորումներ, թե ինչով եք հիմնավորում այդ հանձնաժողովների ստեղծումը։ Ցավոք սրտի դա չհնչեց, այսինքն անհիմն օրենքի որոշման նախագիծ ազգայության քննարկում, չունենալու հիմնավորում։ Շնորհակալ եմ արձագանքի համար, պարոն Ղազարյան, ես պետք է ասեմ, որ դուք որպես խմբակցություն նույնպես ունեիք հնարավորություն նման որոշման նախագիծ ներկայացնելու ձեր հիմնավորումներով։ Դուք նման նախագիծ չեք ներկայացրել։ Դուք կարող եք ներկայացնել ավելի արդյունավետ ըստ ձեր տրամաբանության հանձնաժողովների կազմ, գուցե ավելի քիչ, չգիտեմ, ինչ մոտեցում ունեք դուք այս առումով։ Համենայն դեպս դուք այդ հնարավորություն ունեցել եք եւ չեք ներկայացրել։ Ավելին նաեւ այս պայմանությամբ չեմ տեսնում, որ առաջարկներ ունեք, թե օրինակ, որ հանձնաժողովը մենք կարող էինք չներառել այս 12-ի մեջ։ Հիմա եթե առաջնորդվենք ծանրաբեռնվածության, կարող եմ ասել, որ ամենակիչ ծանրաբեռնվածություն ունեցող հանձնաժողովներից մեկը 8-րդ գումարման եւ ոչ միայն բոլոր գումարումների ազգային ժողովում եղել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի պաշտպանության հանձնաժողովը։ Եթե դուք ունեք առաջարկ օրինակ այդ հանձնաժողովը չունենալ ազգային ժողովում, կխնդրեմ այստեղից հնչեցնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ես էլ անփույթ կարդացողների համար հատուկ ասեմ, որ հանձնաժողովը կոչվում է տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողով, այսինքն ըստ առաջարկվող նախագծի եւ բնապահպանությունը ուղիղ կապ ունի շրջակա միջավայրի պահպանության հետ։ Այժմ մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրվել է 6 պատգամավոր, առաջինը Էդգար Ղազարյանն է, հիշեցնում եմ բոլորին, որ քննարկում ենք սույն նախագիծը, որը Տիկին Ջուլհակյանը ներկայացրեց։ Պարոն Ղազարյան, համեցեք։
Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների արգելի պատգամավորներ, նիստի աշխատանքներին հետևող սիրելի հայրենակիցներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովին առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ դա կանոնակարգով նախատեսված առավելագույն թիվն է ազգային ժողովում հանձնաժողովներ, մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ազգային ժողովում կարող է ստեղծվել հենց 12 մշտական հանձնաժողով, այսինքն կարող է ստեղծվել նաև 6 մշտական հանձնաժողով։ Ես ունեմ առաջարկություններ, թե որոնք կարող են լինել այդ ընդամենը 6 մշտական հանձնաժողովները։ Ընդ որում ես աշխատակազմից տեղեկություններ ճշտելու կարիք չունեմ, որովհետև նայել եմ նախորդ գումարման ազգային ժողովի հանձնաժողովների գրեթե բոլոր արձանագրությունները եւ փաստել եմ, որ այնտեղ կա հանձնաժողով, որ ունի ամբողջ 5 տարվա ընթացքում ընդամենը 1 արձանագրություն։ Այսինքն գրեթե ոլորտային ոչ մի հարց չի քննարկվել։ Օրինակ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կամ եվրասիական տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը կամ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը։ Նրանք գրեթե ծանրաբեռնվածություն չեն ունեցել։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը դա այն մարմինն է, որը ծանրաբեռնված պիտի աշխատի օրենքի նախագծեր քննարկելու համար։ Իսկ եթե չկա ծանրաբեռնվածությունը, մենք ուղղակի պետական բյուջեի ավելորդ միջոցներ ենք վատնում։ Ես հաշվել եմ, որ եթե 12-ի փոխարեն ունենանք 5-6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձների տարբերության մասով 5 տարվա ընթացքում մենք տնտեսում ենք մոտարապես $500,000 փող։ Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչ է $500,000, դա մոտարապես 25 հատ արաբական ձիա, ցեղամաքուր, որով կարելի է կազմակերպել արաբական ձիերի փառատոն եւ այդ շոկին այն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցեն, չգնան հասնեն Կատարի պետություն։ Շնորհակալություն։ Բաբկեն Թունյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր հարց են քննարկում։ Պարոն Ղազարյան, ըստ էության ձեր հարցերին ընդհանրապես կարելի է չպատասխանել, որովհետև դուք շարունակում եք հետևողականորեն այնց ողջույնի առումով անգամ այնց ինչ-որ խտրականություն դրսևորել, բայց պատասխանում եմ, որպեսզի մեր հայրենակիցների համար էլ հասկանալի լինի։ Ծանրաբեռնվածությունը, եթե նայենք անցած գումարմանը ինչքան է եղել, առաջի տեղում եղել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, երկրորդ տեղում տնտեսական հարցերի ու մնացածը այդպես բաշխվել է։ Բայց եթե հանձնաժողովում նիստեր չի գումարվել կամ քիչ է գումարվել, դե ծանրաբեռնվածության մասին չի խոսում, որովհետև կան հանձնաժողովներ, որոնք նախագծերի փոխարեն զբաղվել են հիմնականում խորհրդարանական դիվանագիտությամբ կամ այլ աշխատանքներով, այսինքն դա կոմպլեքս մոտեցում է։ Մնացածը ինչու 12 հանձնաժողով, ես համոզված եմ, ինչ թիվ դնենք, դու գալու եք ասեք ինչի է այդ թիվը։ Դրա համար նորմալ պրոցեդուրան այն է, որ ընդդիմությունը եւ իշխանությունը իրար հետ մինչև այս հարցը ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում քննարկել է, իրար հետ փորձեն քննարկեն, բանակցեն, միգուցե ինչ որ մեկը մի առաջարկ անի, որ մյուս կողմը ընդունի, բայց քանի որ դուք ի սկզբանե այլ գործելավոճ եք որդեգրել, քաղաքացիական պայմանագիրը վերել է իր տարբերակը եւ հիմա օրակարգում այդ հարցն է։ Իսկ բուն հանձնաժողովների հետ կապված ես ընդամենը մի նկատառում անեմ, քանի որ հարկերը եւ турքերը տնտեսական հարցերի հանձնաժողովից տեղափոխվել են ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողով, բնական է հիմնավորումն էլ պարզ է ինչի համար, որովհետեւ մենք ունենք ֆինանսների նախարարություն, որը զբաղվում է հարկային քաղաքականությամբ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ հարկերն ու турքերը նաև տնտեսական քաղաքականություն իրականացնելու ամենակարևոր գործիքն են, հույս ունեմ, որ տնտեսական եւ ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովները իրար հետ սերտորեն կհամագործակցեն որոշ հարկային փոփոխություններ քննարկելու ժամանակ։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի Ուժեղ Հայաստան խմբակցություն, Էդգար Ղազարյանի առաջարկած նախագիծը քննարկել եք ձեր խմբակցությունում։ Չեք քննարկել, ինչի համար, որտեղ դա Էդգար Ղազարյանն է ներկայացնում։ Չգիտեմ, ինձ թվում է կարելի է եւ քննարկել նույնիսկ եթե դա ներկայացնում է Էդգար Ղազարյանը, բայց ինչև է անցած ելույթն եմ ուզում հիշատակել պարոն Ղազարյան, դե գիտեք ինքը գալիս է այստեղից դիմում է միայն ձեզ եւ Հայաստան խմբակցությանը ու ելույթի ընթացքում ասեց
դատվելու եք, ձեզ պետք է գալու Արամ Վարդևանյանի ծառայություններ, մեզ չի դիմում ինքը, ակնհայտորեն մեր հետ չի խոսում, ելույթի սկզբում ասեց, չի մեր ոչ մեր անունն է տալի, ոչ մեզ է դիմում խոսելուց։ Գալիս է ասում է հարգելի ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի անդամ падգամավորներ։ Դուք դատվելու եք եւ Արամ Վարդևյանը ձեզ պետք է գալու։ Ուզում եմ ասել, պարոն Ղազարյանը ամենայն հավանականությամբ մեծ շանսեր ունի մարգարեանալու։ Տենց հատկություն իր մեջ նկատվում է առհասարակ։ Իհարկե, այնուամենայնիվ պարոն Ղազարյանը ես հասկանում եմ իր շոկը որտեղից է գալի, ինքը պարբերաբար տենց մեր նկարների, մեր տեսանյութերի հետ շատ մեծ բան ունի, փորձ ունի մեր նկարների, տեսանյութերի հետ տենց շփման երկար փորձ ունի, այսօր եկել է իր կուրքերին ու իր իդելներին որպես այդպեսին մոտիկից է տեսնում, հասկանում եմ հուզմունքը, բայց այնուամենայնիվ կոչ եմ անում, երբ որ ազգային ժողովի ամբիոնից եք խոսում, նախ առաջինը եկեք ներողություն խնդրեք հայ զինծառայողների մահը կամենալու համար։ Հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն, այս խոսակցությունը չի փակվելու։ Ձեր շարքերում նստած է մարդ, ով որ կամեցել է, ուղիղ տեքստով ասել է հայ զինծառայողների մահը։ Դա չի փակվում, դա չի անցնում գնում, դա չի վերանում։ Ինչքան դուք այս թեման չնկատելու տակ, դրանից այս թեման չի վերանալու, քանի դեռ այստեղ խմբակցության անունից ներողություն չեք խնդրել։ Շնորհակալություն։ Սովինար Վարդանյան, հանում եք։ Արփինե Դավոյան, հանում եք։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Տիկին Ջուլհակյան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, չեք տեսնում։ Չեք հասցրել։ Դե լավ, բացառություն եմ անում, բայց չեք հասցրել։ Ով է ելույթ ունենալու խմբակցության անունից։ Խմբակցության ամբիոնի մոտ համեցեք, պարոն Կարապետ։ Ուժեղ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Հարգելի գործընկերներ, խորհրդարանական մշտական հանձնաժողովը, հանձնաժողովները ընդհանրապես բավական էֆեկտիվ միջոց են երկրում ազգային ժողովի ներազդման համար, ազգային ժողովը որպեսզի կարողանա ներազդի երկրում իրագործվող պրոցեսներին։ Մենք տեսանք, որ նախորդ գումարման ազգային ժողովի ժամանակ շատ հանձնաժողովներ բավական պասիվ են եղել եւ շատ քիչ արձանագրություններ են ունեցել։ Կխնդրեի մեր բոլոր գործընկերներին իրար հետ միասին կարողանանք ակտիվացնենք հանձնաժողովների ընդհանուր գործիքակազմը, որպեսզի կարողանա ազգային ժողովը ներազդի երկրում տեղի ունեցող պրոցեսների վրա ավելի պրոակտիվ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Ջուլհակյան, համեցեք եզրափակիչ ելույթի համար։